Պարոն Հակոբյան, բարև ձեզ։ Մտավախություն չունեք, որ Հովիկ Աղազարյանից հետո հաջորդը դուք կլինեք։ Ոչ։ Հովիկ Աղազարյանն էր կարծում, որ իր հետևից չեն գա, բայց ահա մի օր եկան։ Ինչ էր արել այդ մարդը։ Պետք է հիմք լինի, որ մտավախություն լինի, տենց բան չի կարելի։ Մեջ ինչ հիմք կար։ Մարդ քերտվել, ձեր թույլտվությամբ կխնդրեմ կանգնեք, էլի։ Ինչ էր արել Հովիկ Աղազարյանը։ Մարդիկ դիմել էին շնթույլտվություններ կապված, ինքը համապատասխան դիմումներ ուղարկել էր պարտքով, փողեր խնդրել, պարտքով գումար էին։ Դատախազը ներկայացրեց ինչ հիմքերով ա եկել, այդքանով բավարարվեք, մնացածը ավելացնելու կարիք էլ չկա, կարծում եմ։ Մի օր որ Նիկոլ Փաշինյանին դեմ գնաք, պարոն Հակոբյան, եւ ձեզ հետ նույնը լինի։ Այսինքն դեմ գնաք։ Հաստ է մեկ բան, որ Հովիկ Աղազարյանը եւս պնդում էր, որ օրը ինքը մերժեց Նիկոլ Փաշինյանին, այդ օրվանից սկսվեցին իր նկատմամբ։ Գնանք, նենց հարցեր եք տալի։ SMS պահանջին, զանգ պահանջին։ SMS պահանջներ չի լինում, տենց հարց չի կարա լինի, որ դեմ գնանք, երկրորդն էլ ինչ SMS, ինչ բան, ուղղակի հարցեր եք տալի, որը որ իրականության հետ չի համապատասխան։ Մնացածն է դատախազը ներկայացրել է, կարծում եմ այդքանը հերիք է։ Մնացեք։